Ամոթից է արագ հեռանում Միքայել Սրբազանին 2 տարով ազատազրկելու որոշում կայացրած դատավոր Արմին Մելիքսեթյանը։ Եվորդ Միքայել Խաղաշիցի Աջապանյանին մեղավոր ճանաչել։ Դատավորն անկանոն շնչառությամբ է ընթերցում Հայաստանի պատմության մեջ առաջին դատավճիռը հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ի դեմ։ Շփոթված է անգամ Սրբազանին վերագրվող մեղադրանքի հոդվածի համարն է սխալ ասում։ 442-րդ հոդվածի երկրորդ մասով նախտածարարքում 422 հոդվածի փոխարեն ասում է 442, ստացվում է իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող Սրբազանին Մելիքսեթյանը դատապարտում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Ճիշտ թե սխալ ընթերցված, վրիպակով թե առանց վրիպակի դատավճիռը բողոքարկվելու է։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այն ինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Այս վճիռը իշխանության հակաեկեղեցական արշավի ամենախայտառակ դրսևորումներից մեկն է համարում Միքայել Սրբազանի եղբորորդին Արտաշես Սարգսակյանը։ Մենք այսօր ունենք իշխանություն, որը սպասարկում է արտաքին շահեր, այդ թվում նաև թուրքական շահեր, եւ մեր ազգային շահերը ստորատասվում են ու ոչ միայն ստորատասվում են, այլև ոչնչացման են տանում։ Մայրաթորը վստահ է, դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է։ Գերաշնորհ Միքայել arczepiskopos Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի եւ կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։ Սրբազանի աջակիցների բառերով հայի հավատն ու խիղճը դատապարտեց հայկական արդարադատությունը, սա պատիժ է հայրենասիրության համար։ Անարտար, սդախոս, դավաճան իշխանություն ունենք, հենց դրա համար անմեղ մարդկանց կարող են կալանավորեն, բայց մարտասպաններին փողոցները քաշքանդի։ Սա խայտառակություն է, հոգևորականին դատել 2 տարի, այն էլ ինչի համար, հայրենիքը սիրելու համար, որ ցավը ապրել, որ Արցախը կորել է, որ ցավը ապրել, որ երկիրը այս վիճակում է։ Մենք բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել Սրբազանին, այլ դատում են մեր խիղճը եւ մեր հավատը, որովհետեւ հակառակ պարագայում այսպիսի շինծու, սարքած, կարած գործով մարդուն տանել եւ ընդཐུպ միջնորդել ազատազրկումը, դա նշանակում է սուտ քաղաքական պատվեր կատարել։ Սրբազանի աջակիցների հետ համաձայն չէ Վարդգես Գասպարին, նա Սրբազանին ամոթանք տվող գրառմամբ պաստառով է եկել դատարանի բակ։ Սրբազանի աջակիցները պատրել են պաստառը, իրավապահներին հորդորել հեռացնել ակտիվիստին տարածքից։ Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։